Թրամփը սպառնում է նորից հարձակվել Իրանի վրա, եթե երկիրը զիջումների չգնա։ Այս ու այլ կարևոր զարգացումների մասին դիտեք լուրերի մեր հիմնական թողարկմանը, տաղավարում աշխատում է Սահակյանը, բարի երեկո։ Նախ տեղական զարգացումների մասին։ Հայաստանի զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձն է այսօր, տոն, որը սակայն վերջին տարիների նախկին շուկով չի նշվում այլևս։ Վարչապետն ու բարձրաստիճան պաշտոնյաները եռաբլուր չեն գնացել այսօր ինչպես ամեն տարի, բավարարվել են 3 հայտարարված հիշատակի օրը զինվորական Պանթեոն կատարած այցով։ Փաշինյանն էլի շնորհավորական ուղերձում մեծ մասամբ գումարից ու հապկից է խոսել, վստահեցնելով, որ այլևս պատերազմ չի լինելու։ 3 հայտարարված հիշատակի օրը եռաբլուր գնալուց հետո վարչապետն ու պաշտոնյաներն այսօր բանակի տոնին զինվորական Պանթեոն չայցելեցին այլևս։ Փաշինյանը բավարարվել է զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված ուղերձով, որում ավելի շատ փողից է խոսել, պատմել, թե որքան աշխատավարձ են հիմա ստանում զինված ուժերում, ասել, որ ռեկորդային քանակությամբ զենք են գնել ու պնդել, որ նախկինում դրան Արցախն ու Հապկն էին խանգարում։ Մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին զենք վաճառել մեզ։ Վստահ չէին, որ այն չէր տեղակայվի Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս եւ վստահ չէին, որ այդ զենքի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա Հապկին, որին անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքների համար։ Փաշինյանը նորից մեղադրում է Հապկին, որ 2022 թվականի ադրբեջանական հարձակման ժամանակ չի օգնել Հայաստանին։ Ռուսաստանն էլ գնված զենքը չի մատակարարել, գոյաբանական սպառնալիք ստեղծելով Հայաստանի համար։ Ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու որոշում էր կայացված, ասում է Փաշինյանը ուղիղ մեղադրելով Ռուսաստանին դրա մեջ։ Հետո պնդում, որ այդ վտանգը չեզոքացրել են Հապկին անդամակցությունը սառեցնելով եւ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով։ Թող հիշի ինչպես է ինքը ենթադրենք ձերբակալել եւ կալանավորել Հապկի գլխավոր քարտուղար Խաչատուրովին։ Եվ թող բացատրի ինչ պատճառով էր նա դա անում։ Արդյոք նա ինքը միտումնավոր չի փչացրել մեր հարաբերությունները Հապկի հետ եւ հիմա էլ մեղադրում է Հապկին։ Ես Հապկի փաստաբանը չեմ եւ պաշտպան չեմ, բայց այս ամեն ինչը երկու երես ունի։ Հայաստանը չի պատրաստվում պատերազմի, որովհետև պատերազմ չի լինելու, վստահեցնում է Փաշինյանն ու հավաստիացնում կրկին, որ բանակը Հայաստանի ներկա տարածքից դուրս որևէ անելիք չունի։ Այդ դեպքում ինչպես են ազատագրվելու Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները, եթե Բաքուն զորքերը հետ քաշելու միտք չունի։ Փաշինյանը վստահեցնում է, որ հարցը սահմանազատման արդյունքում է լուծվելու, բայց թե երբ, քանի տարուց որևէ ժամկետ չի նշում։ Խաղաղության երաշխիք իրականում չկա, հիմա անդամենը նախընտրական զինադադար է։ Վստահ է ՀԱԿ-ի վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանը։ Այդ բոլոր ժեստերը լինելու են ադրբեջանական նավթ, չգիտեմ, էլի ինչ-որ բաներ կանեն, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնի Ադրբեջանի գեներալ գուբերնատորի պաշտոնը Հայաստանում։ Բանակը վերազինելու եւ ուժեղացնելու մասին Փաշինյանի պնդումները պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անհիմն է համարում։ Իշխանության քայլերն ասում է համարժեք չեն այն ամենին, ինչ Ադրբեջանն է անում։ Տեսեք, հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ, նոր զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանի Հանրապետությունը մենք տեսել ենք, որ նոր հատուկ նշանակության ստորաբաժանումների, կառույցների փոխարեն հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանումներ են ձևավորել։ Իշխանությունն անցած տարիներին արել է ամեն ինչ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու եւ կոտրելու համար։ Իր ուղերձում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու շեշտել, իրական խաղաղության երաշխիք միայն մարտունակ բանակը կարող է լինել։ Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը եւ ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն։ Ի թիվս այլ գործիչների եռաբլուրում են եղել նաև մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, Արման Թաթոյանի գլխավորած միասնության թևեր շարժման անդամները։ Առավոտյան զինվորական Պանթեոն է այցելել նաև հոգևոր դասը, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II գլխավորությամբ։ Ավելի ուշ օրվա արդիվ պաշտպանության նախարարությունում հանդիսավոր նիստ է կայացել, որին ներկայ է գտնվել նաև Փաշինյանը։ Օրինակ շատ են խոսում, ասում են, անվտանգության երաշխիք, անվտանգության երաշխիք։ Հարգելի գործընկերներ, էս անվտանգության երաշխիք։ Երբ որ աշխարհի ապրանքների մի X%, այդ գծից վերև X%, երբ որ ապրանքները սկսում են քո երկրով հոսել, արևելքից արևմուտք եւ հյուսիսից հարավ, դա դառնում է անվտանգային երաշխիք, որովհետեւ աշխարհում այնքան շատ անում են այն ուժերը եւ պետությունները, որոնց պետքա որ իրենց ապրանքների մատակարարումների շղթաները չընդհատվեն եւ տրիպ նախագիծը, որը մենք իրագործելու ենք առաջիկայում, հենց այդ երաշխիքն է։ Երաշխիքը այն չի, որ տանկ կամ զինվորը, հետո տեսանք տանկ ու զինվորը կանգնած էին։ Եվ ինչ, մեր միջավայրում եւ գլոբալ աշխարհում թողենք տպավորություն, որտեղ հիմի մի քիչ տենց բան վիճակ է, հիմի մենք առիթից օգտվում ենք, ուժեղանում ենք, հեսա միջև մի X կետը կուժեղանանք, կտենակ ձեզ ինչ կանենք։ Եթե մեր
սոցիալ հոգեբանական, քաղաքական ենթատեքստում այսպիսի բան կա, ոչ մեկ մեզ չի թողի ուժեղանը։ Ով է միամիտ։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը դրա համար է, որ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետր տարածք է, եւ այդ տարածքը պետություն է, որի խնդիրը իր քաղաքացիների անվտանգությունը եւ բարեկեցությունը ապահովել է։ Ուժեղ եւ պաշտպանունակ բանակի բացակայությունը գայթակղությունն է, որ ագրեսիայի գայթակղությունը։ Եվ հետեւաբար Հայաստանի Հանրապետության առաջնային օրակարգում միշտ պետք է լինի ուժեղ եւ պաշտպանունակ բանակի գոյությունը, շարունակական զարգացումը բանակի այն սկզբունքների շրջանակներում եւ այն սկզբունքների հիման վրա, որի մասին ես նշեցի։ Երևանում այսօր բացվել է Արցախի հերոս 2016 թվականի ապրիլյան քարորյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի արձանը։ Այն տեղադրվել է հերոսի դպրոցի բակում, որն արդեն մի քանի տարի նրա անունն է կրում։ Մեր բանակի տոնը շնորհավոր լինի, թող մեր բանակը հզոր լինի, մեր տղեկն էլ թող խաղաղության մեջ ծառայեն։ Այդքան բան։ Բոլորից շնորհակալ եմ, ծանոթ, անծանոթ, որովհետև սա մտածել են, մտահոգված են եղել իմ հետ միասին։ Արձանը ես որ տեսել եմ, մենակ գլուխն էր սարքած։ Ձերից որ կանգնեցի պատուանի դեմը, այդ վարքյան մաման զանգեց, ասեց ուր ես, ասի կյաժի դեմը կայնացել։ Այդքան նման էր։ Այդքան նման էր։ Ընկերների շնորհիվ ես ամեն ինչը ստացել եմ։ Մենակ ես անզոր եմ, հարկ մեր հերոսներին, որ հերոսներին հարգող կա, չհարգողներն էլ կա։ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ Գերագույն հոգևոր խորհրդի առաջարկով կարգալույց արեց Փաշինյանին միացած եւ իր հեռացումը պահանջած հոգևորականներից մեկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Ավելի վաղ վեհապարը հեռացրել էր նրան Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Գևորգ եպիսկոպոսը, որն արդեն դասվել է աշխարհականների շարքին Արման Սարոյան անունով, դատի էր տվել Մայրաթորին պահանջելով վերականգնել պաշտոնը, իսկ թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ էին սկսվել ստիպելու, որ միանան նրան։ Եկեղեցուն դատի տալուց զատ կարգալույցության համար հիմք են ծառայել նաև նրա կարգազանց քայլերը, որով նա ըստ Մայրաթորի խախտել է հնազանդության ուխտը։ Ինքն անձամբ դեռ չի արձագանքել կարգալույցության որոշմանը, չի ասել ինչ է պատրաստվում անել, բայց առայժմ չի էլ լքել առաջնորդարանի շենքը, որտեղ ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է անցկացնում։ Իսկ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պնդել է, թե կաթողիկոսի որոշումն օրինական չէ եւ Արման Սարոյանն իբրև շարունակում է մնալ եպիսկոպոս։ Ինչ է սպասվում հետո, արդյոք կաթողիկոսը կարգալույց կանի նաև Փաշինյանին միացած այլ հոգևորականների։ Վեհապարն այսօր եռաբլուրում լրագրողների որևէ հարցի չի պատասխանել։ Երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում։ Չխաթարել օրվա խորհուրդը։ Թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու, մեր զավակների հիշատակի առջև, եղավ աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարոր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ եւ չխաթարել օրվա խորհուրդը։ Ավելորդ հարցումներով։ Այդ հարցումները դուք հնարավորություն ունեք այլ առիթներով ուղղելու։ Կապ հաստատեք այլ առիթներով եմ ասել, կապ հաստատեք մեր տեղեկատվական բաժնի տնօրենի հետ։ Հայաստանի արտգործնախարար այսօր ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովում եւ պատասխանել եվրոպացի падգամավորների հարցերին։ Արարատ Միրզոյանը հերթական անգամ հիբրիդային սպառնալիքներից է դժգոհել, ասել, թե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նման հարձակումներն ավելի են ուժեղանալու իրենց դեմ եւ Եվրամիության աջակցությունն է խնդրել։
Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը մի քանի միլիոն եվրո է հատկացնելու կառավարությանն այդ նպատակով, ընդ որում հենց հայկական կողմի խնդրանքով, ինչպես հայտնել էր Կայա Կալլասը։ Թեև ակնհայտ է, որ ակնարկը Ռուսաստանին է ուղղված, սակայն Միրզոյանը այս անգամ եւս այդպես էլ բաց տեքստով չի ասել, թե այդ որ երկրից է Հայաստանի դեմ նման հարձակումներ իրականացվում։ Երեք նույն ամբիոնից Մոլդովայի նախագահը ի դեպ հայտարարել էր, թե Հայաստանի կողքին են իր ազատությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու հարցում։ Եվրոպացի պատգամավորներից մեկը Միրզոյանին հարց է տվել եկեղեցու դեմ ճնշումների մասին, հիշեցրել, որ մի շարք եպիսկոպոսներ այժմ կալանավորված են ու հարցրել է. միթե դա խոսքի եւ կրոնական ազատության իրավունքի ոտնահարում չէ Հայաստանի կառավարության կողմից։ Միրզոյանն էլ հակադարձել է, թե դա բամբասանք է եւ Հայաստանում իբրև որևէ հոգեվորական հալածանքների չի ենթարկվում։ Իսկ կալանավորված եպիսկոպոսները զրկվել են ազատությունից, քանի որ ըստ նրա փորձել են իշխանությունը բռնի տապալել։ Չնայած նրան, որ Հայաստանի պաշտոնյաներն առավոտից երեկո թրիփի մասին են խոսում ու վստահեցնում, որ մեր երկրի տարածքով միջանցք չի ստեղծվելու, քանի որ ինքնիշխանությունը հարգվելու է, միջազգային գործընկերները չեն դադարում խոսել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից։ Եվրոպացի պատգամավորներից մեկն օրինակ այսօր այդ տերմինն է կրկին օգտագործել, ինչը սակայն առաջին անգամ ի սկզբանե վրիպել է Արարատ Միրզոյանի ուշադրությունից եւ քիչ անց օգնականների հուշումից հետո միայն նա արձագանքել է դրան եւ հորդորել նման տերմին չօգտագործել։ You have another, please. Yeah, I've heard dear colleagues that some of the colleagues asked. Սիրելի գործընկերներ, իմ գործընկերներին ինձ ասացին, որ գործընկերներից մեկի հարցին չեմ պատասխանել, իսկ ես չեմ ուզում որևէ գործընկերոջ հարց անպատասխան թողնել։ Ճիշտ եմ հասկանում, որ եթե չեմ սխալվում, գործընկերներից մեկը խոսեց Զանգեզուրի միջանցքի մասին։ Սիրելի գործընկերներ, մեկ անգամ եւս ուզում եմ հորդորել ձեզ ընթերցելու հռչակագիրը, որը ստորագրվել է Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից։ Այս փաստաթուղթը բաց է, հստակորեն սահմանումներ կան այնտեղ, երկու կողմերը համաձայնել են բացել հաղորդուղիները, տրանսպորտային ուղիները ապաշրջափակում իրականացնելու եւ կապակցվածությունը ապահովելու եւ այնտեղ կա հստակ դրույթ թրիփ ուղու հաստատման մասին եւս դրույթ կա Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման, ուստի չկա Զանգեզուրի միջանցք։ Երկու կողմից համաձայնված այսպիսի միջանցք չկա համաձայնեցված եւ համապատասխանաբար չկան որևէ այլ եղանակներ այս գոյություն չունեցող Զանգեզուրի միջանցքի շուրջ կա միայն թրիփ ուղին, խնդրում եմ կարդացեք այդ փաստաթուղթը, բաց է եւ հասանելի է բոլորին եւ հստակորեն սահմանումները կտեսնենք։ Բայց չեմ ուզում այս վերջին մեկնաբանությունը փչացնի բոլոր դրական միջավայրը եւ որ այս բանը մենք վայելում ենք երբ խոսքը գնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանը։ Այժմ օրվա երևի թե գլխավոր միջազգային իրադարձության մասին։ Իրանի շուրջ լարվածությունը ոչ միայն չի թույլանում, այլև իրավիճակը կարող է կտրուկ սրվել հաշված օրերի ընթացքում։ Դոնալդ Թրամփը ժամեր առաջ սպառնացել է, որ կհարձակվի Իրանի վրա, եթե երկիրը զիջումների չգնա։ ԱՄՆ նախագահն ասել է, որ ամերիկյան ռազմանավերի արմադան մոտենում է Իրանի ափերին եւ արագ ավարտին կհասցնի իր առաքելությունը, եթե դրա կարիքը լինի։ Ամերիկյան ռազմանավերը հիշեցնեմ օրեր առաջ դուրս են բերվել Խաղաղ օվկիանոսից եւ ուղղություն վերցրել դեպի Պարսից ծոց։ Վերլուծաբանները կարծում են, որ այս կերպ ԱՄՆ-ն փորձում է ճնշում գործադրելու ստիպել Թեհրանին գնալ զիջումների, սակայն հենց ինքը Թրամփը չի բացառում, որ ռազմական ուժ կարող է կիրառվել։ Սպիտակ տան ղեկավարը պնդել է այսօր, թե Իրանը պետք է շտապի գործարքի գնա եւ հրաժարվի միջուկային ծրագրից, այլապես ժամանակը սպառվում է։ Թրամփը սպառնացել է նաեւ, որ հաջորդ հարձակումն Իրանի վրա ավելի ուժգին եւ կործանարար կլինի, քան նախորդ տարվա հունիսին էր։ Շաբաթներ առաջ նա ասել էր, որ կարողացի Իրանին, եթե երկրի իշխանությունները զենք բարձրացնեն ցուցարարների վրա, սակայն այդ փուլում նման քայլի չգնաց։ Երկրի ներսում բողոքի հուժկու ցույցերից հետո իրավիճակը վերջին օրերին կայունացել է, սակայն թե ինչ որոշում կընդունի Թրամփը, պարզ կդառնա առաջիկա օրերին։ Թեհրանն էլ պնդում է, ամեն գնով պաշտպանվելու է հնարավոր հարձակումից եւ հուժկու հակահարված է հասցնելու Միացյալ Նահանգներին, եթե իր վրա հարձակում լինի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ սպառնալիքի տակ բանակցությունների մասին խոսելն անիմաստ է։ Ամերիկյան սպառնալիքների ֆոնին Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգետ եւ քննարկել տարածաշրջանում կայունությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ Ալ-Շարան պաշտոնը ստանձնելուց հետո արդեն երկրորդ անգամ մի քանի ամիսվա ընդմիջումից հետո մեկնել է Մոսկվա։ Կրեմլում կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Սիրիայի անցումային կառավարությունը կարողանում է ջանքեր գործադրել Սիրիայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ երկրի միավորման հարցը առաջ տանելու ուղղությամբ։ Կրեմլից հայտնում են, որ Պուտին-Շահարա բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև ռուսական ռազմակայանների ներկայության հարցը Սիրիայում։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը երկու գլխավոր ռազմաբազա ունի այնտեղ։ Մեկը Տարտուսի ծովային նավահանգիստն է, մեկն էլ Խմեյմիմի ավիաբազան։ Վերջին երկու օրերին Շահարայի Մոսկվա այցին ընդառաջ տեղեկություն տարածվեց, որ ռուսական զորքեր իրենց ստորաբաժանումները դուրս են բերել երկրի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Ղամիշլիի ավիաբազայից։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխան այն հարցին, արդյոք Ռուսաստանը կարող է Սիրիայի իշխանություններին հանձնել երկրի նախկին առաջնորդ Բաշար Ասադին, որը իր տապալումից հետո փախել էր Մոսկվա։ Կրեմլի խոսնակը չի մեկնաբանել այս հարցը։ 8 տարվա դադարից հետո էլ Մեծ Բրիտանիայի վարչապետն է առաջին անգամ մեկնել Պեկին։ Քիր Սթարմերը հանդիպելու է Չինաստանի ղեկավար Սի Ցինփինի հետ օրակարգում են լինելու ինչպես տնտեսական, այնպես էլ միջազգային հարցեր։ Սթարմերն ասել է, որ իրենք չեն կարող աչքերը փակել ու չնկատել, որ Չինաստանը աշխարհում երկրորդ խոշոր տնտեսություն ունեցող երկիրն է։ Արևմտյան երկրների սերշփումները Չինաստանի հետ նյարդայնացնում է ԱՄՆ-ին։ Օրեր առաջ էլ տևական դադարից հետո Չինաստանը էր մեկնել Կանադայի վարչապետը, ինչը հարուցել էր Թրամփի դժգոհությունը։ ԱՄՆ նախագահը սպառնացել էր, որ 100% մաքսատուր կսահմանի Կանադայի դեմ, եթե երկիրն ազատ առևտրի համաձայնագիր կնքի Չինաստանի հետ։ Վերջում եղանակի մասին, այս գիշերը եւ առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում բուք ու ցածր հորիզոնական տեսանելիություն։ Շիրակի դաշտի ցածրադիր գոտիներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Այսքանն ենք նախատեսել այսօրվա հիմնական թողարկման համար, իրադարձությունների զարգացմանը շարունակեք հետևել մեր կայքեջում ու սոցհարթակներում, կհանդիպենք։